Տիկին Գալյան, ես ճիշտ հասկացա, որ դուք նախաձեռնում եք փոփոխություն, որով այդ հայտնի բրասլետները հայերեն չգիտեմ ոնց է ձևակերպումը, կալանավորված անձանց համար, փաստորեն իրենք իրենց միջոցներով պետք է ձեռք բերեն, ճիշտ եմ արդյոք հասկացել ձեզ, դա ինչ գումար է իրենից ներկայացնում։ Հիմա օրինակ մարդը կարող է համարել, որ եւ չգիտեմ, նաև ակնհայտորեն լինի, որ օրինակ քաղաքական հետապնդում է իրականացվում կամ քաղաքական գործ չի, բայց մարդուն անարդարացիորեն փաստորեն այդ խափանման միջոցն են ընտրել իր համար։ Ոչ միայն փաստորեն ինքը այդ անարդարության պատին է բախվում, մի հատ էլ սեփական միջոցները պետքա տրամադրվի, որ պետությունը այդ անարդարությունը ավելի փաստորեն ամրացնի իր ոտքի վրա։ Ես խնդրում եմ ասեք, այդ ինչ գումարի մասին է խոսքը եւ որտեղից է այդ միտքը հղացել։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, չգիտեմ, հա, ճիշտ հասկացաք, բայց մի մաս կար, որ երևի ես ոչ ճիշտ արտահայտվեցի, որպեսզի դուք ավելի ճիշտ հասկանայիք։ Այսօր էլ կա այդ կարգավորումը, որ անձը իր սեփական միջոցների հաշվին կարող է կրել խափամամիջոց տնային կալանքը էլեկտրոնային բրասլետի միջոցով։ Այսինքն դա նորություն չի, դա մշտապես եղել է։ Մարդը ինքը վճարի, որպեսզի կրի եւ այո, եւ դա աշխարհում ընդունված մոդել է, աշխարհի բոլոր երկրներում, որտեղ տնային կալանքը կա, այդ մեթոդիկան կա։ Եվ մեր երկրում էլ են եղել դեպքեր, որ անձի միջոցների հաշվին է եղել, ուղղակի դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձնում անձի գույքային դրությանը։ Պետք չէ այդպես զարմանալ եւ այսպես ներկայացնել, որովհետեւ նույն գրավի դեպքում, երբ որ որոշվում է, որ խափամամիջոցը պետք է լինի գրավը, քաղաքացին սեփական գրպանից է տալիս կամ չգիտեմ, ընկերներից է վերցնում տալիս այդ գրավ խափամամիջոցը եւ նույն կերպ կարող է տեղի ունենալ էլեկտրոնային բրասլետի կիրառման պարագայում, եթե քաղաքացին իրապես վճարունակ է, այսինքն ինչու ոչ։ Ինչու ոչ, իսկ եթե չէ պետական միջոցների հաշվին պետք է լինի, իհարկե։ Ձեր հիմնական հարցադրման հետ կապված։ Ես չեմ ուզում հիմա դասագրքային ճշմարտությունների մասին խոսել, որտեղ դատարանները խափամամիջոցի տեսակը որոշելիս հաշվի են առնում ոչ թե հանցանքի ծանրությունը կամ հանցագործության դեպքի հետ կապված հանգամանքները, այլ այն ռիսկերը, որոնք որ նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում։ Ես չեմ ուզում խորանալ դրանց մեջ, որովհետեւ եթե խորանամ, շատ բան կարող եմ ասել։ Այդ հարցի պատասխաններն է, որ չգիտեմ ոնց են ընտրում։ Ես իրոք չգիտեմ, բայց այդ հարցը ինձ մտահոգում է եւ պետք է մտահոգի եւ շատ ճիշտ է ձեր այն դիտարկումը, որ մտահոգվելուց հետո մենք կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչը եւ անում ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հասարակության որևէ այլ ներկայացուցիչ, այդ թվում քաղաքական գործիչ, ավելի լավ չգիտի մեր խնդիրների մասին, քան մենք, որոնք այն մարդիկ, որոնք ամեն օր այդ խնդիրներին առերեսվում են։ Հիմա մենք ունենք այդ խիզախությունը խնդիրներին առերեսվելու ու այդպես էլ անում ենք ու ասում ենք այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների եւ դա խնդիր է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործընկերների հետ իրավապահ մարմինների մենք պարբերական քննարկումներ ենք ունենում եւ նաեւ մի նորություն էլ ասեմ, վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որի անդրանիկ նիստը շուտով կկայանա եւ հարցերը, որոնք պետք է քննարկի այդ հանձնաժողովը, վերաբերելու են հենց քրեական արդարադատության ոլորտին, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտին։ Ինչու ենք սա նախաձեռնել, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի մեր իրավապահ մարմինների, այսինքն մեր քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների եւ դատարանների միջեւ, որպեսզի մենք կարողանանք միասնական մոտեցումներ ունենալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը գիտենք մոտավորապես ով է։ Այն մարմինների ներկայացուցիչները, որոնք որ ես թվարկեցի։ Շատ բարի։ Տիկին Գալյան, նորից ամենայն հարգանքով ձեր մտահոգությունների հանդեպ։ Դուք ղեկավարում եք մի կառույց, որի անունը արդարադատության նախարարություն է։ Դուք երկրում արդարադատություն իրականացնող եք մեր շարքային քաղաքացիների պարզ ընկալումներով։ Իմ խամյան, խնդրում եմ,
քաղաքականություն, արդարադատություն իրականացնող չի արդարադատության նախարարությունը։ Դա հակասահմանադրական հայտարարություն է։ Խնդրեմ։ Պարոն Վարդանյան, մեր հասարակության շարքային քաղաքացիների ընկալումները շատ պարզ մարդկային, շատ պարզ են արդարադատության նախարարությունից։ Հիմա մենք սահմանադրական ձևակերպումների մեջ առաջարկում եմ չխորանանք։ Ես կարծում եմ, որ դուք նաև ստեղծված իրավիճակի համար գոնե բարոյական ըստ էության պատասխանատվություն եք կրում։ Դուք շատ արդարացիորեն մատնացույց արեցիք իրավիճակը, ես էլ թվերը բերեցի։ Հիմա ես ասում եմ, բացի այն գործողությունները, որոնք դուք ունեք թղթի վրա, էլ ինչ քայլեր եք ձեռնարկում իսկապես իրավիճակը եւ առհասարակ մթնոլորտը երկրում փոխելու համար։ Տիկին Գալյան, օրեր առաջ փաստաբանին, որը գրառում էր արել, կոշտ գրառում էր, կոպիտ գրառում էր, վիրավորական գրառում էր, այո, կարելի է այդ ձևակերպումները տալ։ Մեղադրանք են հարուցում արատավորող տեղեկություններ հայտնելու հոդվածով, լավ են անում, որ հարուցում են։ Մի ամբողջ ալֆա ջոկատ գործից կտրում են, բերում են փաստաբանին, իր դատից հետո պարկացնում են ասֆալտին, բերման են ենթարկում եւ խափանման միջոցը ընտրում են կալանքը։ Ես ուզում եմ հասկանալ, մարդը գրառում արել, փաստաբանը գրառում արել, գործը հարուցվել, խափանման միջոցը ընտրվել է կալանքը։ Սովորաբար ինչի է ընտրվում կալանքը, որ նախաքննությանը չխոչընդոտի, չփախնի, վկաների վրա ազդեցություն չունենա, հայտնի ճշմարտություններ են, չէ՞, բոլորը գիտեն։ Ես ուզում եմ հասկանալ, այդ փաստաբանը ինչ պետք է աներ։ Այդ գրառումը պետք է խմբագրեր, թեպետ հետո գործի մեջ պարզվեց, որ քննիչը գրել է, որ ման են գալիս հայտնի ավակ գործընկերոջը, ով չգիտեմ ինչ խորհուրդներ է տվել գրառումը կատարած փաստաբանին։ Այսպիսի աբսուրդային ձևակերպումներ։ Այս օրինակներով ես պատկերացնում եմ, որ բացի այն հրապարակային հայտարարությունները, որ դուք այստեղ անում եք, ձեր հարցազրույցների ժամանակ անում եք, ես կարծում եմ, որ նաև ներքին քննարկումների ժամանակ պետք է կարողանաք եւ փորձեք հասնել նրան, որ իրավիճակը երկրում իսկապես փոխվի։ Այս պարզ օրինակով ես ցույց տվեցի, որ կալանքը բացառապես պատժի միջոց է եւ օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակարարությունից ելնելով։ Կամ Սամվել Կարապետյանին հունիսի 17-ից գործը օրինակ չի ուղարկվում դատարան։ Այդ մի նախադասության համար կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Միքայել Աճապահյանի մասով։ Մի դեպքում դատախազությունը համարում է, որ այդտեղ հանցանք չկա, մի երկու ամիս հետո մտածում ասում է, չէ, ամեն դեպքում ոնց որ հանցանք կա, խափանման միջոցը ընտրվում է կալանք եւ միջին ծանրության հոդվածով 2 տարի ազատազրկման է այսօր դատապարտված դեպքասանը։ Այս ամփոփում եմ։ Այս բոլոր դեպքերը նկատի ունեմ եւ այն անարդարադատությունը, որը տեսնում է շարքային քաղաքացին։